Տիկին Բաղբան, իրականում 250 մեր ավտոբուսներ, 18 մետրանոց ավտոբուսներ, դուք շատ ճիշտ եք նշում, որ այս ծրագիրը բացի նրանից, որ ամփոփում է մեր տրանսպորտային ռեֆորմի առաջին, այսպես ասած, ամբողջական փուլը, որը դեռևս նախանշված էր 2016 թվականից, մենք սրանով մի քանի կարևոր հարցին ենք անդրադարձ ունենում, առաջին հերթին դա խցանումների խնդիրն է, որովհետև 250 18 մետրանոց ավտոբուսների մուտքով մենք ունենալու ենք հնարավորություն որոշակի նոր կարգավերումների մարդատար ավտոմեքենաների համար, որոնք որ վստահորեն արդեն իսկ քանակապես գնալով տարին տարվա վրա ավելանում եւ ավելանում են, ստեղծելով ամբողջական հանրային տրանսպորտի մեր նոր համակարգը, մենք կարողանալու ենք որոշակի փողոցներում ուղղակի բացի հանրային տրանսպորտից ուրիշ որևէ ավտոմեքենայի մուտքը արգելել եւ ամեն այս 18 մետրանոց ավտոբուսը փոխարինում է, չգիտեմ, 80-ից 100 մարդատար ավտոմեքենա եւ կարող ենք այս համեմատականները շատ հստակ անել։ Սա առաջին իհարկե գործոնն է։ Երկրորդ գործոնը իհարկե վերաբերում է օդի որակին եւ օդի որակի տեսանկյունից այս ավտոբուսները գրեթե կարելի ասել գրեթե չէ առհասարակ արտանետումներ որպես այդպիսին չեն ստեղծում, դրանք էլեկտրական ավտոբուսներ են եւ բացի դրանից նաեւ փոխարինում են ավտոմեքենաներին մարդատար մոտավորապես եթե 250-ը ամեն 100-ի հետ համեմատենք ստացվում է 25000 ավտոմեքենայի մասին է խոսքը, ճիշտ եմ չէ հաշվում։ Այսինքն 25000 ավտոմեքենայի արտանետում ուղակի դուրս է գալիս քաղաքից։ Սա նույնպես շատ կարևոր է եւ մեծ գործոն է նամանավանդ օդի որակի բարելավման մեր միջոցառումների ծրագրի տեսանկյունից, այսինքն եւ խցանումների մասով է կարևոր եւ օդի որակի մասով է կարևոր։ Եվ մի բան էլ շեշտեմ, իրականում շատ մեծ անհավատություն կա մեր բնակչության շրջանում այս խոշոր ծրագրերի հետ կապված, մասնավորապես Աջափնյակի մետրոյի եւ իրականում կարծում եմ սա նաեւ եւս մի գործոն է, որպեսզի այդ համատարած անհավատությունը մի օր 180 աստիճան փոխվի եւ կոտրվի։ Եվ իրականում այս տարվա ընթացքում ես ակնկալում եմ ձեզնից եւ ձեզանից Տիկին Թևանյան, որ այստեղ իրապես գործուն քայլեր են կանելու եւ իրապես մարդիկ արդյունք են տեսնելու։